Օգոստոսի 2-ին Կիրակի օրը ԱԺ Անդրանիկ նիստն է տեղի ունենալու եւ արդեն իսկ տեղեկություններ են շրջանառվում, որ իշխող ռեժիմը սադրանք է նախապատրաստում այդ օրը եւ մամուլում արկա տեղեկությունների համաձայն ազգային ժողովի այդ նիստը օծելու է տիրադավներից մեկը։ Եվ այս եւ այլ հարցեր շուրջ այսօր զրուցել եմ Ուժեղ Հայաստան կուսակցության ներկայացուցիչ, պատգամավոր Արեգա Հովսեփյանի հետ։ Բարև ձեզ, Տիկին Հովսեփյան։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ հարցազրույցի նորության համար։ Մենք գիտենք, որ Նիկոլ Փաշինյանը ունի սահմաններ լεπτիության առումով եւ նա հատկապես հայ առաքելական եկեղեցու դեմ այս արշավանքի շրջանակներում պատրաստ է անցնել յուրաքանչյուր կարմիր գիծ։ Մենք գիտենք, որ տարբեր տարիներին, երբ որ տեղի ունեցել ընտրություններ, մասնավորապես պարլամենտական, ազգային ժողովի նորընտիր ազգային ժողովի առաջին նիստը օծել է ամենայն հայոց կաթողիկոսը։ Նիկոլ Փաշինյանը այսօր հայտարարեց, որ չի ճանաչում Գարեգին II անունով ամենայն հայոց կաթողիկոսին եւ տեղեկությունների համաձայն մամուլում տիրադավներից մեկն է, այսպես ասած, օծելու այդ նիստը։ Ուժեղ Հայաստանը ինչպիսի դիրքավորում ունի այդ հարցում եւ մենք գիտենք, որ հաշվի առնելով նախորդ գումարման ազգային ժողովի փորձը, երբ տարատեսակ սադրանքներ էին տեղի ունենում ընդդիմադիրների նկատմամբ, բռնություններ տեղի ունենում ընդդիմադիրների նկատմամբ, արդյոք սպասելի չէ, որ այդ ավանդույթը, այսպես ասած, կշարունակվի արդեն այս ազգային ժողովի ընդդիմության հանդեպ։ Եկեք փորձենք երկու շերտի բաժանել հարցը, նախ առաջինը, որ ամենայն հայոց կաթողիկոսի ներկայությունը չի լինելու, հա, առաջին օրը ազգային ժողովում եւ երկրորդը արդեն այն տեսարանները, որոնց որ մենք ականատես ենք եղել նախորդ ազգային ժողովում կլինեն թե չէ եւ մեր վերաբերմունքը դրանց։ Նախ մենք պատրաստ էինք ու անակնկալ չէր այն փաստը, որ իշխանությունը չի հրավիրելու ամենայն հայոց կաթողիկոսին։ Մենք որպես կուսակցություն դեռևս որպես շարժում, եթե հիշեք, ստեղծվել ենք հենց հայ առաքելական եկեղեցու պաշտպանության հողի վրա։ Սա այն կարմիր գիծն է, այն հստակ մեր կուսակցության դիրքավորումն է, որ որևէ սակարկման ենթակա չէ։ Մենք հայ առաքելական եկեղեցու կողքին ենք, մենք ամենայն հայոց կաթողիկոսի կողքին ենք։ Հետևաբար մենք ունենք մեր իսկ արդեն որոշած օրակարգը այս թեմայի վերաբերյալ եւ մեր իսկ որոշված վերաբերմունքը եւ գործողությունները, որոնք որ մենք անելու ենք, բնականաբար մեզ համար անընդունելի է տվյալ հոգևորականի, որը որ քաղաքացիական պայմանագիրն է առաջարկում, որ գա ազգային ժողով եւ խոսք ունենա, մեզ համար դա անընդունելի է եւ մենք չենք պատրաստվում դա հանդուրժել։ Երկրորդ, գիտեք, մի պահ եղավ, երբ որ կարծես շատերը մտածեցին, որ Նիկոլ Փաշինյանը հետ քայլ արեց հայ առաքելական եկեղեցու այդ արշավից մտածելով, որ դե կարծես թե արդեն նույն ինտենսիվությունը չկա, բայց ես համոզված եմ, որ շարունակվելու են նման հարձակումները, որովհետև տեսեք հենց հայ առաքելական եկեղեցին է մնացել մեր ազգային արժեքներից խոսողը, ջատագովը, թե ներսում, թե դրսում, դա Նիկոլ Փաշինյանը չի հանդուրժելու եւ շարունակելու իր գործողությունները, այլ հարցը մենք ինչ ենք անելու։ Ինչպես նշեցի, առաջին իսկ օրը մենք ունենք մեր հստակ գործողությունների պլանը։ Ինչ գալիս ենք նրան, թե մինչ այդ ազգային ժողովում ինչեր էին տեղի ունենում, այո, մենք տեսնում էինք բռնություն, մենք տեսնում էինք տեսարաններ, որոնք որ մենք չէինք ուզենա որ տեսնենք, որովհետև ի վերջո Հայաստանի Հանրապետության գլխավոր ամբիոնն է այնտեղ։ Դա անհարգալից է հենց առաջին հերթին, հենց հայ ժողովրդի նկատմամբ, այդ ժողովուրդն է ընտրել այդ մարդկանց, ովքեր որ այնտեղ են։
Միանշանակ մենք որպես ուժ ձգտելու ենք հնարավորինս խուսափել, նվազեցնել նման տեսարաններ, նման երևույթներ, բայց այնուամենայնիվ մենք ամենևին էլ չենք պատրաստվում լռել, հանդուրժել, երբ որ դիմացի կողմը անցնի որոշակի գծեր։